Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։ Պարոն Մամիջանյան, բարև ձեզ։ Պարոն Մամիջանյան, տեսանք, որ այս քաղաքական հետապնդումները, թիրախավորումները նոր այսպես երանգ ստացան նաև նախատոնական օրերին եւ դարձյալ ձերբակալություններ, կալանավորումներ եղան։ Ի վերջո ինչ խնդիր է փորձում այս կերպ լուծել իշխանությունը եւ հաճախ զուգահեռներ են տանում նախկինի հետ, այսպես նախկին իշխանությունների, ասում են իրար արժեն, նրանք էլ մի բան չէին, նրանք էլ էին այսպես հարցեր լուծում։ Այս տեսարանները եղել են նախկինում, ես կոնկրետ որպես լրագրող այս ակտիվությունը չեմ հիշում ձերբակալում։ Համար վիրավորականը առհասարակ ցանկացած նորից եմ շեշտում, ցանկացած Հայաստանի Հանրապետությունում պատմության, նորագույն պատմության ընթացքում եղած իշխանության համեմատականը այս իշխանություն կոչեցյալների հետ։ Այդ թեման այդտեղ նույնիսկ քննարկում լինել չի կարող։ Մենք խոսում ենք հաղթանակած եւ Արցախը պահած, Հայաստանը շենացրած ղեկավարների մասին, իսկ համեմատությունը բացարձակ տեղին չէ։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին 50-ից ավել քաղաքական կա, դա աննախադեպ թիվ է։ Հաջորդ բանը, որին ես կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել, որ միանշանակ ընդհանրական կա բոլոր քաղաքականների միջև, դրանք այլախոհներ են եւ դա ճնշման փորձ է, որը փորձում են ազդել թե այդ անձի վրա եւ թե դրանով փորձել վախեցնել այլ մեր պայքարի ընկերներին, ինչը բնականաբար չի հաջողվելու, որովհետեւ բոլոր քաղաքականները տոկուն են եւ իրենց ընտանիքները, որոնք հավասարից գուցե ավելի շատ զրկանքներ են կրում այս գործընթացում, տոկուն են եւ վարկյան անգամ վարանելու միտում չունեն։ Բայց կա նաեւ երկրորդ հարթությունը, որը մի շարք դեպքերում առկա է, այդ թվում նաեւ Նարեկի եւ Վազգենի դեպքում։ Սա ոչ միայն անհատ այլախոհների, հասարակական գործիչների դեմ հալածանքներ են իրավական համակարգի օգտագործում, այլ նաև ԶԼՄ-ների նկատմամբ ճնշում է, որովհետև հիշենք, որ խոսքը գնում է անտիֆեյքի լրատվական ծառայության մասին, որի աշխատանքը ամեն կերպ փորձ կատարեցին իշխանություն կոչեցյալները խոչընդոտել, տեխնիկան առգրավելով, աշխատանքի համար խնդիրներ ստեղծելով եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ կա մի քանի հարթություն կոնկրետ այս պարագայում։ Ինչ վերաբերում է առհասարակ քաղաքաբանտարկյալների թեմային, իմ համար անհասկանալի է, ես սա անդադար ասելու եմ, ամեն անգամ ասելու եմ, միջազգային կառույցների լռությունը, որովհետև այս պարագայում ոչ մի տարբերակ չկա, հասկանում եք, ձևակերպել, ինչ որ ասել, չգիտեմ, նախկինում մի պարկ կամ մի կիլոգրամ աշաքարավազ էին գողացել, չգիտեմ, երբ որ ծառայել են այդ ժամանակ այդ զորամասում պակասել էր մեկ զույգ կոշիկ, նասկի, ինչ ուզում եք։ Այս պարագայում սա հստակ գնահատականների անհրաժեշտություն կա, որովհետև կոնկրետ այս պարագայում տղաները եթերում ասել են շատ ավելի մեղմ ձևակերպում, քան հանդգնել է իրենց ասել Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած Ալեն Սիմոնյան։ Սա հստակորեն Ալեն Սիմոնյանի հրահրած, իր ստատուսով հրահրած եւ հետագայում իսկ կողմից գործ տված, դիմում տված գործընթացն է եւ դրա գնահատականները պիտի լինեն։ Ձեր նշածի հետ կապված առաջին կետը, այս հրաշքները իշխանություն են, ցավոք սրտի 7 տարից համար 8 տարի արդեն։ Իրանք չեն կարողել օդի մեջ կրակել, ասել օդում կախված լուրեր, հիբրիդային պատերազմ, գործակալներ, այս պահին անազատության այս կամ այն ձևակերպման մեջ գտնվող քաղաքաբանտարկյալներից եւ ոչ մեկի նկատմամբ նույնիսկ իրանց այդ հեքիաթային դատական իշխանության եւ հեքիաթային իրավական համակարգի պարագայում չկա նույնիսկ քննարկում ինչ որ ագենտ, դավաճանություն եւ այլն։ Այսինքն այդ ոնց է ստացվում, որ այդ մարդկանց վրա կարում եք շինծու ուրիշ գործեր, բայց եթերում Ազգային ժողովում եսին որտեղ փորձում եք ուրիշ հիմարություններ ասել։ Սա եւս մեկ անգամ ընդգծում է, թե ինչքան անհեթեթ գործընթաց է դա, բայց նաեւ տեսանելի է դարձնում այն փաստը, որ առաջիկա գործընթացների եւ էլեկտորալ կարևորագույն գործընթացների, ընտրական գործընթացների ժամանակ Փաշինյանը ու իր այդ խմբակը օգտագործելու են այդ թեզը, որ արտաքին միջամտություն, հիբրիդային պատերազմ եւ այլն։ Այսինքն մինչ ընտրությունները ինչ անօրինականություն անի Փաշինյանը, դա ձևակերպելու է հիբրիդային պատերազմ։ Ես անհամբեր սպասում եմ, երբ այն կսկսելու իրանց հայտնի արդեն կոռուպցիոն սխեմաների, տենդերների պատմությունները ներկայացնել որպես հիբրիդային պատերազմ։ Այդուհանդերձ ինչ է կարծում, որն է պատճառը։
այսքան ուղարկությունից հետո որևէ միջազգային կառույցին արձագանքեցին եւ այդուհանդերձ այդ քննարկումներին անդրադառնալ որքանով է ուղիղ եթերում կամ ընդհանրապես եթերում արդարացված հայտարարությունները։ Ես ձեր հարցին երկրորդ հարցին կպատասխանեի սիրով, եթե կոնկրետ այս պատմությունը չլիներ առաջին հայոյանքը հնչեցված ազգային ժողովի աթոռին նստած Ալեն Սիմոնյանի կողմից։ Այսինքն ես ասեմ, թե Ալեն Սիմոնյանը ճիշտ է արել, թե սխալ է արել, որ հայոյանքը գրել իր ստատուսի մեջ շատ սխալ է արել։ Դրանից հետո ինչ տեղի է ունեցել դրա հետևանքները։ Սա առաջին պատմումս, այս գործը շատ էական է այդ փաստով, որ իշխանությունները իրանք հրահրել են, ընդ որում ինքն երկրորդ, երրորդ, որ մարդն է երկրի մակարդակով։ Ու հետո իրանք էլ գործ են տվել դրա հետ կապված։ Բան ես կյանքումս չի լսի։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցը քիչացնեք։ Շնորհակալ։ Ես եկեք չասեմ, թե որն է պատճառը, որ իրանք դա չեն անում, որովհետև անտիֆեյքի թիմը, Նարեկի եւ Վազգենի համախոհները շատ ակտիվ աշխատանք են կատարում եւ բնականաբար մենք էլ մեր բոլոր միջազգային գործընկերներին տեղեկացնում ենք եւ այս եւ մնացած բոլոր դեպքերի հետ կապված։ Ես պատճառներ չասեմ, կարող եմ ենթադրել, որ ցավոք սրտի այժմյան քաղաքականության մեջ աշխարհաքաղաքական շահերը գերադասվում են այն շահերին, այն իրավունքներին, այն սկզբունքներին, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ այլն, որոնցով միշտ աչքի են ընկել մի շարք միջազգային կազմակերպություններ եւ մի շարք երկրների դեսպանատները։ Այ դա իմ համար անհասկանալի է, ես նշեցի, թե որն է իմ կարծիքով պատճառը դրա, բայց չեմ կարող վստահաբար ասել։ Նախորդ հարցերից մեկի ընթացքում քննարկվեց նաեւ տարվա վերջին տեղի ունեցած գործընթացները, այո, Խաչիկ Գալստյանի մեր կուսակցական ընկերների, պայքարի ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդումները, որոնք որոշ դեպքերում անցնում էին абսուրդի գագաթնակետը, խոսքը կարող էր գնալ 70 կանանց մասին, որոնց գործեր էին փորձում կարվել, խոսքը գնում էր մի քանի ամիս առաջ տեղի ունեցած գործընթացների մասին, որոնց վերաբերյալ հանկարծակի հենց նոր տեղեկությունների հայտ եկան։ Ես միշտ այս նախադասությամբ եմ ավարտում այս թեմայով քննարկումները, թե ինչ անելու Փաշինյանը ակնհայտ է, անելու է ամեն ինչ, բոլոր գործիքները օգտագործել է իշխանություն պահելու համար։ Դա շատ ավելի էական է, թե ընդդիմությունը, իսկ ես ասել եմ, որ Փաշինյանին շատ վաղուց արդեն ընդդիմություն ամբողջ հայ ժողովուրդն է, դրան ինչպես է պատասխանելու։ Ինքը հաստատ հետք չի կանգնելու, ինքը գործնելու շատ բան ունի, ինքը կարմիր գծերը շատ վաղուց անցել է իր համար գոյություն ունի երկու աթոռ, կամ վարչապետի աթոռը, որը ինքը այդքան պաշտում ու սիրում է, կամ էլ Բերթի նառերը, չգիտեմ հայերը ոնց է, շնորհակալ եմ։ Մելիքա, խոսեք նոր մտնեք էլի։